Հրապարակը գրում է Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից ՔՊ-ում շոկի մեջ են վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել, ոմանք Սարի Գյունասյանի շտաբում, մյուսները Երևանում փորձել են հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց։ Չնայած վերևից հրահանգել են պարտությունը ներկայացնել որպես ազատ արդար ընտրությունների արդյունք, իբրև թե ընտրությունները չեն կեղծել, բայց ՔՊ-ում ակնկալել են 50 գումարած 1, քանի որ դասական հայկական ընտրություններ են կազմակերպել հոսանքազրկումներով, բանակին ուղղորդելով վարչական լծակներով։ Վերջին ամիսներին իշխանությունը այնքան էներգիա ու ռեսուրս էր ծախսում Գյումրիում, հավաքագրել էին հանրապետական ողջ տարածքում բնակվող գյումրեցիների հարազատներին, շատերին բերել էին այլ տեղերից, Ջավախքից 15-ից 20 ավտոբուս մարդ էին բերել ընտրությանը մասնակցելու համար։ Նաև այս իշխանության աննախադեպ ակտիվությամբ էր պայմանավորված, որ գրեթե կրկնակի շատ ընտրող մասնակցեց 21 թվականի ՏԻՄ ընտրությունների համեմատ, եթե 21-ին մոտ 26,000 էր մասնակցել եւ անցողիկ շեմը 1400 ձայն էր, այս անգամ ամենակիչ ձայներ ստացած Մայր Հայաստանը 2800 ձայն է հավաքել 6%-ը հաղթահարելու համար։ Ժողովրդի աղբյուրները փոխանցում են մարտի 30-ին Փարաքար համայնքում ՔՊ-ի խայտառակ պարտությունից հետո որոշ պաշտոնյաների գլխին սև ամպեր են կուտակվում ՔՊ-ամերձ աղբյուրի փոխանցմամբ Փաշինյանը չի ներելու պարտությունը եւ այստեղ մեղավորների թվում է Դավիթ Խուդաթյանը եւ Նարեկ Մկրտչյանը։ Փաշինյանը մեղավորներից մեկին համարում է Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին, որին առաջին անգամ վստահել էր ընտրությունների օպերացիան։ Թերթը նշում է, որ վերնշված 3 պաշտոնյաներն էլ Փաշինյանին փոխանցել էին, որ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը քվեի որևէ խնդիր չի ունենա, բայց արի ու տես ՔՊ-ական պաշտոնյաները սխալ են զեկուցել։ Փաստորեն առանց Փաշինյանի ուղիղ մասնակցության նրանց մոտ ոչինչ չի ստացվում, գրում է թերթը։ Հրապարակն էլ գրում է Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է տերոր իրականացնել ու ռադիկալ փոփոխություններ իշխանական թիմում ցույց տալով, որ դժգոհ է բոլորից։ Հույս ունի, որ ոմանց զոհաբերելով 26 թվականի ընտրություններին ընդառաջ ռեյտինգը կբարձրանա։ Հնարավոր է անգամ ԱԺ-խմբակցությունում չիստ կանի, ազատվի Անդրանիկ Քոչարյանից, Վիլեն Գաբրիելյանից, իդեպ ՔՊ-ում շատ են հուզվել ոչ թե Գաբրիելյանի Գյումրիում անադեկվատ պահվածքից, այլ այն հայտարարությունից, թե 26 թվականին իշխանություն չի լինելու։ ՔՊ-ականները երեք չէին բացառում, որ Վիլենը որոշ շրջանակների ուղղորդմամբ հատուկ գնացել է Գյումրի, որ վարկաբեկի ՔՊ-ին։ Թերթին ասել են, որ նրա պահվածքի հարցը կքննարկեն։ ՔՊ-ում կարծում են, որ իրենք աշխատել են գերլարումով, Գյումրիից տուն չեն եկել ու պարտության պատճառը ոչ թե իրենք են, այլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, այն, որ իրենց վարկանիշը պլինտուսից ցածր է, գիտի նաև Փաշինյանը ու պատահական չէ, որ նա չմասնակցեց եզրափակիչ հանրահավաքին, որ ՔՊ-ի պարտությունը չվերագրի իրեն։ Հրապարակը գրում է անհետ կորածին ծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ-փակ քննարկումը 3 տևել է մոտ 6 ժամ, անցել է նյարդային լարված մթնոլորտում։ Վարել է ԱԺ նախագահը, նրա կողքին նստած է եղել Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, որին ըստ ներկաների հրահանգված է եղել չխոսել։ Նա մի փորձ է արել խոսելու, բորբոքելով ծնողների զայրույթը, ներկա են եղել Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, գլխավոր դատախազը արդարադատության նախարարը։ Քննարկումը տեղ-տեղ անկառավարելի է դարձել, ծնողները վրդովվել են պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկումից, որ էմոցիաներին պետք չէ տրվել, ճանաչված մասունքները վերցրեք, ծնողները բղավել են, որ չեն ընդունելու Նազարյանը լքել է դահլիճը, մի քանիսը հետևից դուրս են եկել հաշիվ պարզելու, գրում է թերթը։ Նույն հարցի վերաբերյալ ժողովրդում կարդում ենք անհետ կորած զինծառայողների ծնողները 3 ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ պահանջել են, որ խորհրդարան ներկայանան Արսեն Թորոսյանը, որն առողջապահության նախարարն էր, ու Մհեր Բիշարյանը, որը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենն է եղել։ Թերթի աղբյուրը հայտնում է, որ ծնողները պահանջել են, որ ՔՊ-ական առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Թորոսյանը եւ Բիշարյանը պատասխանեն իրենց հարցերին, թե ինչու է շիլաշփոթ
ստեղծվել զինվորների դիակների հարցում, ինչպես է եղել, որ զինվորի 3 ձեռք է դիահերձմամբ համընկել ու պաշտոնյաներն ասել են եկեք տարեք ձեր երեխային հուղարկավորեք, բայց ինչպես 3 ձեռք ունեցող դիակը ծնողն ընդունի իբրև իր որդու մասունք, նկատում է թերթը։ Արսեն Թորոսյանին, սակայն Անդրանիկ Քոչարյանը չի կանչել բացատրություններ տալու։ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը ևս չի կարողացել ծնողների հարցերին պատասխանել, նորություն հայտնել, ինչը էլի զայրացրել է անհետ կորածների ծնողներին։ Իրավունք թերթում էլ կարդում ենք Արցախահայերի 40 գումարած 10-ի համար ակցիային իշխանությունները դեմ են գնալու, ուզում են հելնեն երկինք, իջնեն ներքև, ոչ մի զիջում չի լինելու ու թող գնան իրենց թալանած գեներալներից փող ուզեն։ ՔՊԱ-ականներին մոտ կանգնած աղբյուրի համաձայն ասել է Նիկոլ Փաշինյանը։ ՔՊԱ-ականների անհանգստությանն ի պատասխան ըստ նույն աղբյուրի Փաշինյանը ասել է, թե եթե շատ սկսեն ճվճվալ փողոցներում, թշնամին էլ դիրքերում կսկսի ակտիվանալ ու այդ ժամանակ կտեսնենք, թե որ զինվորի ծնողը դա կհանդուրժի։